Մինչև այսօրվա բուն միջոցառմանը հասնել ես կողմներ ներկայացնել, որ ինչ ծրագրերով ենք մենք շարժվում։ Արարատյան հայրապետական թեմի եկեղեցասերի երիտասարդները որոշում կայացրեցին եւ հավաքական որոշումներ դա, որ ամեն ամսվա 24-ին, սկսած մայիս ամսից, խորհրդանշական իմաստով 24-ը հայոց ցեղասպանության նվիրված միջոցառումներ շատ կազմակերպել։ Սա 5-րդ միջոցառումն է, որ մենք կազմակերպել ենք։ Առաջինը դեբատային բանավեճային է եղել, երկրորդը եղել է էլիեստեկ ծիծեռնակամերտի բարձունքում, հսկման մեջ ժամանակություններ կատարվել, երրորդը եղել է օպերայի հրապարակում, չորրորդը եռաբլուրում, եւ սա 5-րդ միջոցառումն է, ասեմ, որ նվիրված է ցեղասպանության ընթացքում զոհ գնացած 4000 եւ ավելի եկեղեցականներին։ Այս թեմային ընդհանրապես չէր անդրադարձ չէր այս թեմային։ Մենք ընդհանուր ենք ասում ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն նահատակների, բայց երբեք չենք անդրադարձել, որ այդ ցեղասպանության ժամանակ զոհվել են նաեւ 4000 եւ ավելի հոգեվորականներ։ Արխիվներ կան, փաստաթղթեր կան, որ դաժանաբար կտտանքներ են ենթարկվել, անդամահատվել են, բայց երբեք չեն մոռացել հայոց լեզուն, իրենց ազգային ինքնությունը, մեր հավատքը, քրիստոնեությունը։ Այս միջոցառման ընթացքում մի քանի դրվագներ կներկայացվել, իհարկե, կարծում մեր հեռուստադիտողները, դիտողները տեսնում սարսափելի սարսափների մեջով են անցել մեր հոգեվորականները։ Սա կարծում եմ աղոթք պետք լինի եւ իրենք մեր աղոթքի կարիք ունեն մեր նահատակ հոգեվորականները եւ սա մեծ հոգեվոր եւ ազգային հաս կլինի մեր երիտասարդության, ինչու նաեւ մեր բոլորիս։ Շնորհակալություն։